Բարև ձեզ Տիկին Ազարյան։ Բարև ձեզ։ Նախորդին տեղի ունեցավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովը, որի արդյունքում ընդունվեց ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը, պարզ դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում եք խաղաղության օրակարգով, հայցելով քաղաքացուց, որպեսզի տեր կանգնի երկրում հաստատված խաղաղությանը։ Տիկին Ազարյան, ձեր կարծիքով բավականաչափ բացատրել եք ընտրողին, թե ինչ է խաղաղությունը, ինչ առավելություն, հաճույք է խաղաղ երկրում ապրելը եւ արդյոք քաղաքացին բավականաչափ տեղեկացված է, որպեսզի տա ձեզ առաջիկա ընտրություններում իր կողմ քվեարկի տեր կանգնի խաղաղությանը։ Շնորհակալ եմ, ասեմ ավելին, ընդհանուր առմամբ խաղաղության վերաբերյալ ընկալումը եւ այս բառը երևույթը մարսման կարելի ասել փուլում է եւ ասեմ, որ ընդ որում մենք սրանից դուրս չենք դնում այս process-ից դուրս չենք դնում ես, մենք ձեր ասած քաղաքացիների մի մասն ենք կազմում, մի փոքրիկ մասն ենք կազմում որպես իշխանություն եւ մենք եւս կարիք ունենք մարսելու, շոշափելու խաղաղությունը, պիտի ասեմ, որ գուցեև ընկալման փուլից դուրս ենք եկել եւ կարող եմ ասել, որ արդեն գնում ենք շոշափման փուլը, ինչպես ենք շոշափում։ Շոշափում ենք երբ տևական ժամանակ, արդեն 2 տարի սահմաններին կրակոց չի հնչում։ Սա կարևոր ցուցիչ է այն մասին, որ խաղաղությունը կա, բայց այն խնամքի կարիք ունի եւ մենք պիտի մեր ամենօրյա խնամքով այն ոչ թե ժամկետների վերածենք կամ սահմանենք ժամկետներ խաղաղության մասին խոսելիս, որ պիտի վարվենք այսպես, որպեսզի 10 տարի խաղաղ լինի, 20 տարի, այլ հարատև պիտի լինի այդ խաղաղությունը եւ այս համատեքստում սահմանել ժամկետներ, կարծում եմ այդքան էլ տեղին չէ, մենք գնում ենք հարատևության, կայունության եւ խաղաղության եւ այսպիսով ակնկալում ենք քաղաքացու քվեն, որպեսզի քաղաքացին դառնա երաշխավորը այս շարունակական գործընթացի, որովհետև միայն քաղաքացին պիտի երաշխավորի, քաղաքացին իր քվեով պիտի կնիկ դնի ըստ էության խաղաղության հարատևության, մշտականության, կարելի ասել մշտական դառնալու այս գործընթացին հենց քաղաքացին պիտի դառնա երաշխավորը, իհարկե մեր հետ միասին, մենք էլ մեզ նորից եմ կրկնում, մեզ սրանից դուրս չենք դնում։ Տիկին Ազարյան, ձեր ընդդիմախոսները ձեռքները ծալած չեն նստում այս ընթացքում, մինչ դուք պրոպագանդում եք խաղաղ ապրելու կարևորությունը եւ ձեռքբերում եք համարում հաստատված խաղաղություն, օրինակ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահն ասում է, որ սա մազից կախված խաղաղություն է, սա խաբուսիկ, հեղեղուկ խաղաղություն է, Ալիևի կամքից է կախված։ Եվ Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել այս խաղաղությունը, որպեսզի երաշխավորների չընդգրկի, այլապես կստացվի, որ երաշխավորներն են խաղաղության հարատևման գործոնը եւ ոչ Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանն էլ է թերահավատորեն վերաբերվում եւ ընդհանրապես ընդդիմությունը լծված է խաղաղության գործընթացը արժեզրկելու գործին։ Ձեր կարծիքով քաղաքացին այսպիսի հակաքարոզչության արդյունքում հնարավոր է, որ մտքափոխվի եւ ընդհանրապես դուք ինչպես եք վերաբերվում ձեր ընդդիմախոսների այս հակաքարոզչությանը, երաշխավորված խաղաղություն կբերեն, մեկն էլ ասում է ուժեղ խաղաղություն կբերենք, սա թույլ է, սա վատն է։ Ես խոսքի սկզբում իզուր չասացի քաղաքացին պիտի երաշխավորի խաղաղությունը, երբ ամեն անկյունում, ամեն ոդքասթների, փափուկ կահույքի նստած կամ իր նեղ շրջանակի հետ զրույցներում նշում են հետևյալ միտքը, վերջը շատ պոպուլյար է դարձել երաշխավորված խաղաղություն, ուժեղ կամ խաղաղություն, խաղաղությունը խաղաղություն է, չի կարելի սա բաղդատել, չի կարելի սա այս բառը տրանսֆորմացնել, խաղաղությունը խաղաղություն է եւ նորից եմ կրկնում, երաշխավորը քաղաքացին է Հայաստանի Հանրապետության, իհարկե գործող իշխանությունը պատասխանատվություն կրողն է այս գործընթացի եւ իզուր չէ որ գնում ենք այս կարելի ասել կարգախոսով տեր կանգնի խաղաղություն, որովհետեւ մենք այսպես ասած հիմքը դրել ենք, մենք պտուղները
տալիս ենք, որպեսզի քաղաքացին հունիսի 7-ին այս պտուղները պիտի քաղի եւ նորից եմ կրկնում միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է երաշխավորը։ Երաշխավորված խաղաղությունը սրա մասին է։ Գուցե այս շատ པարզ բանը դեռ չեն կարողացել գտնել, շատ ինչ որ փորձում են շատ միստիկ դարձնել այս խոսակցությունը, բայց երբ հարց է հնչում որն է երաշխավորությունը, ով է կամ երաշխավորը, դա ինչ որ չգիտեմ մեծ ականջներով, երկար պոչով ինչ է կենթանի է, սրա պատասխանը լսել եք, դուք ես չեմ լսել։ Գուցե պետությունն է, որի նախագահի անունը Վլադիմիր Պուտինն է։ Դե կարծում եմ հանդիպման ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում շատ ակնհայտ դարձավ եւ ոչ թե տողատակերում, այլ ուղիղ տեքստով հնչեց հայտարարություն այն մասին, որ ոչ միայն ակնկալում է ռուսական կողմը տեսնել Հայաստանի Հանրապետությունում ռուսամետ քաղաքական ուժերին խաղի կենտրոնում դառնալ քաղաքական այո process-ի եւ նախընտրական process-ների մաս, այլ նաեւ այս մի փոքրիկ կտոր կարծես թե կար արդեն տողատակ ոչ թե ուղիղ տեքստով, որ իրենց աջակցությունը պատրաստ են հայտնել, ինչին ի պատասխան կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իդեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի շատ ճիշտ եւ ուղիղ պատասխան հնչեցրեց այն մասին, որ չի կարող այլ երկրի անձնագիր քաղաքացիություն ունեցող անձու մասին կարծում եմ շատ ակնհայտ է խոսքում մասին էր հավաքնել եւ դառնել Հայաստանի Հանրապետության ոչ միայն պատգամավոր, այլ նաեւ վարչապետ։ Տիկին Ազարյան, իսկ փաստն ինքնին, որ դաշնակից երկրի նախագահը նախընտրական շրջանում այսպիսի հայտարարություն է անում, որ թույլ տվեք, որպեսզի ռուսամետ ուժերը, որոնցից մեկն էլ ազատազրկման վայրում է, մաս կազմեն ընտրապայքարին, մասնակցեն ընտրություններին եւ այլն։ Սա միջամտություն չէ մեր երկրի ներքին գործերին։ Թույլ տվեք, այս բառը ասեմ, ուրիշ բառ չեմ կարող այս պահին ավելի տեղին գտնել, սա կարծես շատ կուլտուրական ձևով, քաղաքավարի, հա, կերպով միջամտության փորձել, շատ կոկիկ կերպով փորձել կներեք բարիս համար քիթը մտցնել մեկ այլ երկրի ներքաղաքական գործընթացների process-ների մեջ, ինչին կարծում եմ, որ շատ դիպուկ պատասխան է տրվել եւ դրանից ավել բան ասելիք կարծում եմ չունեմ։ Ձեր դիտարկմամբ բացի Սամվել Կարապետյանի քաղաքական ուժից, որ ակնհայտ պրոռուսական քաղաքական ուժ է, այլ որ քաղաքական ուժերն են այդ դաշտում այդ բևեռում տեղավորվել։ Օրինակ հայ հեղափոխական դաշնակցությունը երկրորդ նախագահի գլխավորությամբ։ Այո, դուք արդեն առաջ անցնելով ասացիք, ես չեմ կարծում որևէ գաղտնիք այսպես ասած գաղտնազերծեմ, եթե ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը իր բոլոր կարելի ասել ասուլիսների ընթացքում իր անթաքույց սերն է հայտնել առ Ռուսաստանի Դաշնություն եւ այդ երկրի ղեկավարին, ինչպես նաեւ սլաքներն ուղելով դեպի Ռուսաստանի Դաշնություն, որ իրենց երաշխավորությամբ մենք կկարողանանք կայունություն ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, բայց ի վերջո չի անցել շատ երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից եւ եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ եթերներում գոնե մեկ անգամ առնվազն համարձակություն ունենար որպես իրեն հռչակած միակ ուժեղ տղամարդ երկրի մեկ անգամ փորձեր նորից եմ կրկնում ուղիղ եթերում դուրս գար եւ քաղաքացիների հետ կլինի Երևանում, կլինի մարզերում, կլինի որևէ հեռավոր գյուղերում զրույցի երկխոսության մեջ մտներ քաղաքացիների հետ, կարծում եմ շատ ակնհայտ կդառնար ինչպիսի վերաբերմունք եւ ընկալումներ ունեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ընդհանրապես շուրջ եւ վերաբերյալ ինչպիսին է մարդկանց հիշողությունները, որոնք նորից եմ կրկնում, վստահաբար չեն ջնջվել եւ այնքան դառն են եղել այդ տարիները եւ հիշողությունները, որ մարդիկ մինչ օրս հիշում են եւ ասում են, սա էլ պետք է գիտեք, մենք նշենք, որ ասում են ով լինի, մենակ Քոչարյանը չլինի։ Սա եւս շատ հաճախ լսում ենք, մենք սա էլ կարծում եմ առաջին անգամ չեմ հնչեցնի, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը ասում է
խնդրում ենք ով լինի, մենակ Քոչարյանը չլինի։ Այս դեպքում թույլ տվեք նկատել, որ այս անգամ Քոչարյանը կլինի, բայց նրա իրավահաջորդը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի լինի։ Այո, պարզվեց նախորդային տեղի ունեցած համակարգման ժամանակ, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է անմիջականորեն մասնակցություն չունենալ ընտրական process-ին։ Եվ ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտը չի սգում այս բոթը լսելուց հետո քաղաքական դաշտում կարծես թե ցնցումներ տեղի չեն ունեցել եւ ըստ էության քաղաքական դաշտը մեծ կորուստ չի ունենա։ Բայց Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք կրավական կեցվածք չենք որդեգրելու, այո, աջակցելու ենք։ Մամուլում եղան հրապարակումներ, որ Հանրապետական կուսակցության տարբեր նախկին պաշտոնյաներ եւ գործող անդամներ իրենց սատարումն են հայտնում Սամվել Կարապետյանին, ովքեր դիրքավորված են այս պահին պատիվ ունեմի ֆրակցիայում, հա, ես չեմ բացառում, որ մենք գուցեև չունեմ իհարկե ինֆորմացիա, սա հատուկ ուզում եմ նշել, չունեմ նման տեղեկատվություն, բայց չեմ բացառում, որ այն պատգամավորներ, ովքեր հիմա գործող պատգամավորներ են, հանկարծ տեղ գտնեն իրենց պատվավոր տեղերը զբաղեցնեն դաշինքում Քոչարյանի, եթե դաշինքով են ոնց հասկանում ենք գնում։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում Ռոբերտ Քոչարյանի ձևավորած դաշինքում տեղ գտնելը, որովհետև հակամարտություն եւ փոխհրաձգություն է տեղի ունենում Քոչարյան-Սարգսյան թիմերի միջեւ, բայց բացարձակ չեմ կիսում այս կարծիքը, ինչու, որովհետև ոչ վաղ անցյալում, երբ Գյումրիում տիմ ընտրություններ էին եւ կարծես բոլորը թշնամիներ էին, բոլորը հակամարտության մեջ էին իրար հետ, նույնիսկ անձնական դաշտում մենք լսում էինք հրապարակային վիրավորանքների, այսպես ասած, մեծ չափաբաժնի ականատես էինք լինում ամենօրյա ռեժիմով, վերջում ինչ տեսանք, որ ամեն ինչ կարծես թե մի կողմ թողնելով համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ եւ այդ գաղափարը Վարդան Ղուկասյանին կարգել քաղաքապետ, ով 6 ամիս կարողացավ դիմանալ եւ արդար աշխատանքով զբաղվել։ Իդեպ ակնարկեցիք Գյումրի 2 սցենարի մասին, այս մասին շատ է խոսվում, որ այս մասին նույն ընդդիմությունն չի բացառում եւ անթակույց հայտնում է այն մասին, որ ինչու ոչ այս մոդելը կարծես թե գրավիչ էր եւ հաջողեց, բայց ոչ միայն չհաջողեց այս մոդելը, որովհետև եթե հաջողեր այդ մոդելը, Վարդան Ղուկասյանը կլիներ այս պահին Գյումրիի համայնքապետ, բայց Վարդան Ղուկասյանը չի ընտրվել ըստ էության Գյումրիի համայնքապետ, նա չի ստացել գյումրեցիների մեծամասնությունը, ձայների մեծամասնությունը եւ հետեւաբար այսպես ասած քաղաքական ժուլիկությունը եւ քաղաքական այս աճպարարական հնարքները մեկ անգամ օգտագործեցին, գուցե հաջողեց, բայց դրանից հետո մենք ունեցանք էջմիածնի ընտրություններ, եկեք սա եւս չմոռանանք, որտեղ կրկին դաշտում այս անթաշրջանառվում էր այս թեզը իբրև եւս կկիրառեն այ Գյումրիից անմիջապես հետո էջմիածնում այս մոդելը եւս, հա, այս կոնցեպտը եւս կկիրառվի, ինչը չհաջողեց, տեղի չունեցավ։ Իսկ հունիսի 7-ի ընտրություններից հետո, այսինքն ապագա խորհրդարանում հնարավոր է, որ հաջողեն, օրինակ Սամվել Կարապետյանը, որը ընդդիմադիր ֆավորիտն է, այդ մասին իդեպ նշեց նաեւ Սերժ Սարգսյանը, միավորվի Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ եւ միասին վերցնեն իշխանությունը։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ եւ հնարավոր էլ չէ, բայց թույլ տվեք արձանագրեմ, որ վերջին մեկ ամիս եւ ավել, հա, ընթացող ներկուսակցական քարոզարշավը, որը տեղի է ունենում բացառապես ուղիղ եթերների համատեքստում, ինչ ենք տեսնում ենք լրիվ հակառակ արտացոլված մի իրականություն եւ պատկեր, ուղիղ եթերում, սա հատուկ ուզում եմ կրկին նշել, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը տարբեր պաշտոնյաների հետ շրջում է տարբեր համայնքներում, ընդ որում շատ կարևոր նյուանս կա այստեղ, վարչապետը պարզապես նախապես չորոշած, նախապես չհամաձայնեցված այցելում է որևէ վարչական շրջան։ Այդ մասին նույնիսկ տեղյակ չեն իր հետ որևէ մարզ մեկնող կամ որևէ վարչական շրջան իրեն ուղեկցող պաշտոնյաները, որովհետև ինչպես վարչապետը նշեց, ցանկանում է այդ հանդիպումները շատ բնական լինեն, շատ օրգանիկ
նախապես չհամաձայնեցված վարչական շրջանի ղեկավարը չիմանա այդ մասին, որպեսզի հատուկ որևէ սցենարներ պատրաստված չլինեն, շատ լավ հասկանում ենք խոսքը ինչի մասին է, երբ տարիներ շարունակ որևէ համայնք, որևէ պաշտոնյա այցելելու պես իհարկե հատուկ դերաբաշխում էր կատարվում, ով պիտի ողջունի, ով պիտի ջուրը մոտեցնի, ով պիտի գովեստի խոսքեր շռայլի, այո, ով պիտի գովաբանի եւ ով պիտի այսպես ասած աչը համբուրի պաշտոնյայի, բայց գալով ամփոփելով միտքս տեսնում ենք լրիվ հակառակ պատկեր, որտեղ 90 եւ ավել տոկոս դեպքերում քաղաքացիների բարձր վստահությունը կա, գոհունակության խոսքերը կա, շատ մեծ է շնորհակալական խոսքերը առողջության համընդհանուր ապահովագրության այս համակարգի ներդրման համատեքստում քաղաքացիների գովեստի խոսքերը, որովհետեւ սա մի ֆանտաստիկ եւ բացառիկ ռեֆորմ է ինչ իմաստով, որ ոչ թե գրեթե վերաբերելի է բոլոր շերտերին հասարակության, բոլոր քաղաքացիներին է վերաբերելի, ոչ թե որևէ կոնկրետ թիրախ ունի եւ որևէ խմբերի է վերաբերում, այլ բոլոր քաղաքացիներն են շահառուն այս համակարգից եւ օգտվելու են բոլոր քաղաքացիները։ Եվ այս ամեն ինչը տեսնելով ուղիղ եթերում իրական կյանքում վիրտուալ հարթակներից դուրս ես կարող եմ գոնե թե ասել, որ կարիքը չի լինելու որևէ այլ համագործակցության, այլ մոդելի, կոալիցիաների կամ այն մոդելը, որը քիչ առաջ նշեցինք, Գյումրի 2, տեսնելով այս ամենը, ես վստահ եմ, որ շատ դրական արդյունքներ ենք գրանցել։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը, այո, ձայների ճնշող մեծամասնությունն է ստանալու ընտրությունների ժամանակ փակելով Գյումրի 2 սցենարի դուռը։ Այո, սա ցույց է տալիս նորից հղում տալով բացառապես այն տեսարաններին, որի ականատեսը լինում ենք ես, լինում եք դուք, լինում է հասարակությունը։ Եվ թերևս վերջին հարցը Տիկին Ազարյան, Սուրբ Աննա եկեղեցում օրերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր կարծիքը կուզեն լսել, չնկարագրեմ մանրամասները, գիտեք, որ երիտասարդներից մեկը փորձեց հարվածել եւ եղավ համապատասխան միջամտություն։ Ընդդիմադիր դաշտում կարծեք թե արդարացնում են վարչապետի անձի եւ ինստիտուտի նկատմամբ տեղի ունեցած այս ոտնձգությունը, ամենայն դեպս ձեր ռադիկալ այո օպոնենտների բերանից ես չլսեցի որևէ դատապարտող հայտարարություն։ Ընդդիմադիր դաշտը ասում ենք թիրախավորում ենք բռնությունը, բայց երբ հարց է դատապարտում են ու կոնկրետ այս դեպքը դատապարտում եք թե ոչ, լղոզված պատասխաններ ենք հնչում, լսում։ Սա ինչի մասին է, Տիկին Ազարյան։ Օրեր շարունակ ընդդիմադիր դաշտում լռությունը խախտվեց հետևյալ մեկնաբանությամբ. երեխա է։ Այո։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 18 տարեկան քաղաքացի, ով ունի ընտրելու իրավունք, ըստեյության որոշում կայացնելու իրավունք, ով իրավագիտակից քաղաքացի է, ով սովորում է, ընդ որում նշվում էր, որ բարձր առաջադիմությամբ սովորող է, գործողությունը կատարած քաղաքացին, ոչ թե երեխան, ընդդիմադիր դաշտում չտեսանք որևէ, ոչ միայն ընդդիմադիր դաշտում, չտեսանք որևէ գնահատական, որը դատապարտում էր բռնությունը։ Երբ նորից եմ կրկնում, հնչում է հարց, արդյոք բռնությունը ձեր համար դատապարտելի արարք է, այո, դատապարտելի արարք է, երբ կոնկրետ դեպքը ցանկացած լղոզված պատասխան, բայց ոչ բուն պատասխանից այո։ Եվ ես մի միտք մի քանի տեղ տեսա, որտեղ նշվում էր, թե ինչու Հայաստանի Հանրապետության վարչապետը մտավ եկեղեցի, շատ լավ իմանալով, որ ուշացած մտավ, բացի դա, իմանալով, որ նա ընդունելի չէ այնտեղ կանգնած քաղաքացիների կողմից, իսկ ով է ասել եւ ով է որոշել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք չունի մտնել եկեղեցի։ Սա ինչի մասն է։ Քիչ առաջ որ նշում էի այդ քաղաքացիները գոհունակության խոսքեր են հայտնում, այս այդ նույն քաղաքացիներն են, չէ՞, նաեւ ովքեր կանգնած էին այդ եկեղեցում, նույն քաղաքացիներն են։ Չի կարող քաղաքացին եկեղեցուց դուրս դրական խոսք հնչեցնի
կատարված աշխատանքի վերաբերյալ եկեղեցու ներսում հանկարծ փոխվի քաղաքացու ընկալումը եւ պատկերացումը վարչապետի եւ կատարած աշխատանքի շուրջ այդպես չի լինում, սրանք խիստ հակասական մտքեր են եւ բացի դա կադրերում շատ լավ է որ սա եւս ուղիղ եթերում է տեղի ունեցել վարչապետը 10 րոպեից ավել կանգնել է եկեղեցու մուտքի առաջ 15 րոպե նույնիսկ եւ ավել սպասել է մինչ հնարավոր լինի մուտք գործել եկեղեցի եւ ոչ թե ներխուժել է այլ շատ բոլոր կադրերը կարելի է զետեղել եւ նորից շատ հանգիստ պայմաններում նայել։ Մուտք է գործել առանց խոչընդոտելու կարգը, պատարագի process-ը, գործընթացը խոչընդոտելու առաջացել է եւ կներեք ի վերջո Հայաստանի Հանրապետության վարչապետին չնշանակում չի գնաց հասավ մինչեւ խորանի, բա որտեղ պիտի կանգներ։ Շատ կներեք։ Այո, քո նկատմամբ վերաբերմունքը հաշվի առնելով դու չպիտի մտնեիր եկեղեցի։ Դու արշավես եկեղեցու։ Վերաբերմունքը տեսնում ենք մենք ուղիղ եթերներում, որոնք հնարավոր չեն քողարկել, հնարավոր չի մոնտաժել, հնարավոր չի դարձնել ավելի գեղեցիկ, ավելի բարենպաստ, ավելի հաճո իշխանության համար։ Մենք տեսնում ենք այս հատուկ իզուր չէ որ նշում եմ ամեն ինչ տեղի ունենում ուղիղ եթերներում, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ոչ միայն իր շուրջ կանգնած իրեն ուղեկցող տարբեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիներ, անհատապես պաշտոնյաներից քաղաքացիները անհատապես շնորհակալություն են հայտնում ամեն մեկին իր ոլորտի համակարգման լավ համակարգման համար առողջապահության նախարար, պաշտպանության նախարար, ՏԿ նախարար, պատգամավորներ եւ այլն։ Հնարավոր չէ սա ամեն ինչը քողարկել։ Կարելի է ձեր խոսքից բխեցնել, որ սա կազմակերպված սադրանք էր վարչապետի նկատմամբ։ Շատերն էլ ասում են ատելության մթնոլորտը այնքան հագեցած է մեր երկրում, որ ազդվել էր երիտասարդ այդ գուցե խիստ սուբյեկտիվ, ոչ թե խիստ, այլ իսկապես սուբյեկտիվ կարծիք պիտի հնչեցնեմ, որ այնուամենայնիվ 3 եւ ավել անգամներ ինքս նորից դիտելով հետ ու առաջանելով այս բոլոր կտորները տպավորություն ունեմ, նորից եմ կրկնում, սա մասնագիտական կարծիք չէ, բայց որպես քաղաքացի ինքս հետևելով այս կադրերին, տպավորություն ունեմ, որ սա հենց տեղում, ոչ թե նախապես, այլ տեղում րոպեների ընթացքում կազմակերպված սադրանք էր։ Չեմ կարծում նախապես, բայց պահը հարմարեցնելով եւ հասկանում եք, չէ՞, շատ զգայուն եւ տեղը, եկեղեցի, պատարագ, շատ խորհրդանշական մի օր, որտեղ րոպեների ընթացքում կարողացան մի քանի հոգի սադրել եւ փորձել ստանալ այնինչ ուզում էին ստանալ, բայց նորից եմ կրկնում, այն քաղաքացին ով ուղիղ եթերներում ողջունում է վարչապետին, մեկ ասում է, խնդրում եմ ձեզ լավ նայեք, խնդրում եմ թույլ չտաք այնինչ երկար տարիներ ճաշակել ենք մենք, այնինչ անում եք ճիշտ եք անում։ Մեկ այլ քաղաքացի ասում է, ոչ մի բան չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Եվ մենք էլ մեծ հաշվով շատ բան չենք ուզում, մենք ուզում ենք, որ այն, ինչ այս պահին դրել ենք, կարելի ասել, ռելսերի վրա, խնդրում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թույլ տա, որ այս կարևոր գործընթացը, որի պտուղները պիտի քաղեմ ես, դուք, մեր զավակները, դառնա հարատև եւ իր քվեով, նորից եմ կրկնում, պիտի կնիքը դնի հունիսի 7-ին այն ամենի, ինչ սկսել ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։